պետք է կառավարենք։ Այլ դիտարկումներ չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 59 արտահանման աջակցության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ հարցազեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջուրյան, համեցեք պարոն Խոջուրյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով նախատեսվում է 2026 թվականի հուլիս ամսին արտահանում իրականացված տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ բյուջե։ Նշեմ, որ 2026 թվականի հուլիս ամսին համաձայն գործընկեր պետական կառույցների ստացված օպերատիվ տեղեկատվությամբ արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3.6 միլիոն հատ ծաղիկ, ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կեռասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց եւ նեկտարին եւ այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ, բայց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների եւ տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր եւ բանջարեղեն 14 երկիր։ Պարոն վարչապետ, հակիրճ այսքաններ, մնացածը եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։ Պարոն Խոջյան, ասինքն տեսեք, դուք թվեր եք ասում, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Ընդհանուր առմամբ շատ կարևոր է գնահատել, ընդհանուր որակական գնահատական տալ, թե մենք այդ որոշումները, որոնք նախ կայացրել ենք, իրենք ինչպես են աշխատում են թե չեն աշխատում եւ ինչքանով են շոշափելի եւ իրական ազդեցություն ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա։ Այսինքն մենք ո՞նց ենք գնահատում դիվերսիֆիկացման process-ը, բավարար, լավ, գերազանց, որն է մեր սպայի գնահատականը։ Պարոն վարչապետ, նշեմ, որ յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք, ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման եւ առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների եւ մատակարարման շղթաների վերադասավորումներ։ Եվ իհարկե այն առաջացնում է որոշակի տնտեսական ցնցումներ տնտեսավարողների մոտ եւ այդ է պատճառը, որ կառավարությունը արագ արձագանքման մի քանի միջոցառումներ է իրականացնում, որպեսզի այդ հարցը մեղմի եւ միաժամանակ տնտեսվարողները իրենք եւ ադապտացվում են փոփոխվող միջավայրին եւ նաեւ փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին եւ ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն եւ կունենան։ Ընդհանուր առմամբ մի փոքր դժվարություն է առաջանում համեմատել արտահանման ծավալները, երբ իրար հետ համեմատում ենք, դժվարություն է առաջանում համեմատել, թե արդյոք օրինակ ծիրանի 10600 տոննա արտահանումը դա լավ ցուցանիշ է, թե ոչ, որովհետև եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ այն զգալի նվազ է, բայց նաև զուգահեռ տեսնում ենք, որ արտադրության ծավալները ծիրանի այս տարի նվազ է եղել, որովհետև հիմնականում նաև մայիս ամսին տեղացած բազմաթիվ անձրևները իրենք փոշոտման խնդիր են առաջացրել եւ այդ նվազ քանակը առաջացել է եւ արտադրության մեջ եւ նաև հետեւաբար ծավալների տարբերություն է նկատվում։ Օրինակ, եթե կեռասի արտահանումն ենք մենք համեմատում հունիս ամիսները նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ այն գրեթե նույնական է, կարող է 10% շեղում լինել նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած։ Օրինակ դեղցը եւ նեկտարինի արտահանումը հունիս-հուլիս ամիսներին ավելի շատ է, էլի նույնական մակարդակում գտնված ավելի շատ է։ Ակնհայտ է, որ որոշ ապրանքատեսակներ իրենք ավելի քիչ տարբերություն են ունեցել արտահանման, որոշների դեպքում իրենք ավելի խորը, ավելի երկարաժամկետ աշխատանք են պահանջում։ Շնորհակալ եմ, նույն ծիրանի դեպքում, պարոն Խոջյան, ես իհարկե այդ ընթացքում
մարզային մենք այցելություններ ունեցել ենք, այո, ծիրանի բերքը քիչ է եղել, բայց փոխարենը գինն է բարձր եղել եւ այս գործողության շնորհիվ ծիրանի հատվածում մեծ խնդիրներ չենք ունեցել, ընդհակառակը որոշ տեղերում գյուղացիները նույնիսկ իրենք ասում են, որ նորմալ տարի է հաշված բերքի ծավալների հետ։ Որոշ դեպքերում կեռասի հետ կապված խնդիրը ինչի սուրճի, որովհետև կա երկու գործոն, առաջինը դեռ կեռասի մեր արտադրության ծավալները այնքան մեծ չեն, եւ երկրորդը, որոնք որ կան, ինտենսիվ գյուղատնտեսությամբ է, որոնք բոլորովին այլ սխեմաներով են աշխատում եւ իրենց մատակարարումները 1, 2, երբեմն 3 տարի առաջ արդեն պլանավորված են եւ այդտեղ խնդիր չկա։ Բայց դուք ձեր խոսքում մի բառ օգտագործեցիք, որը կարծում եմ մեր իրականության մեջ թերագնահատված է, որովհետև մենք այդ կարգի բառեր սովորաբար չենք սիրում, բայց դրանք ամենակարևոր բառերն են, դուք ասացիք ադապտացիա։ Ինչու են կարևոր այդ բառերը, որովհետև ընդհանրապես բոլոր գիտությունները ցույց են տվել, որ այդ թվում քաղաքակրթության ձևավորման եւ մարդաբանական գիտությունները ցույց են տվել, որ ադապտացիան հայերենում էլ լավ չի հնչում, նեգատիվ կոնտեքստ է, հարմար ողականությունը ամենակարևոր հատկանիշն է, որ մասնավորապես մարդուն հնարավորություն է տվել կենթանական աշխարհում գալ եւ հասնել գերիշխող դիրքի։ Մենք ստենց բառեր սովորաբար չենք սիրում։ Մենք սիրում ենք բևեռային նշանակություն ունեցող բառեր, մինչդեռ կարծում եմ ֆունդամենտալ նշանակություն ունի, որ մենք հենց ոչ բևեռային նշանակության տերմիններով սկսենք առաջնորդվել եւ ոչ բևեռային նշանակության տերմիններով եւ շրջանակներում մեր ռազմավարությունները կարողանանք ձևավորել, որովհետեւ ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որը էական նշանակություն ունի եւ ունեցել է եւ առաջիկայում պետք է ունենա մեր պետության, մեր տնտեսության եւ ընդհանրապես մեր քաղաքականությունների համար։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ անկախ ամեն ինչից անընդհատ մեր շուրջ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, անընդհատ էական չէ, այդ փոփոխությունները կարող են լինել բացասական, այդ փոփոխությունները կարող են լինել դրական, բայց փոփոխությունները ինչքանով են դրական եւ բացասական, դա էլ է պայմանական, կախված նրանից, թե քո ադապտացիայի կարողությունները ինչպիսին են։ Եթե չկա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենադրական փոփոխությունները ունենում են բացասական ազդեցություն։ Եթե կա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրների եւ օրակարգերի հասցեագրմանը։ Դրա համար ես կարծում եմ, որ այո, եւ իհարկե ադապտացիան մենք միշտ էլ վերջին շրջանում օրինակ դիվերսիֆիկացիայի մասին մենք 8 տարի է խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով, մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչքան էլ քաղաքական խոսույթներ մենք զարգացնենք, կոչեր, հորդորներ եւ այլն, որովհետեւ մեր ընկալումը ինչ է եւ ինչպիսին պետքա լինի։ Էլի անդրադառնամ այդ թեմային, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարիններն է շատերից կախվածության։ Որովհետեւ տեսեք, եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Մենք դրանուն այդպես չենք դնում, դա սպառնալիք է։ Դա ազգային եւ պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի։ Եվ հետեւաբար մենք այս քաղաքականությունները պետք է շարունակենք։ Էլի եմ ասում, շատերը կան, շատ են, քչերը չեն առնվազն, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, ես այս իրադրությունը համարում եմ հնարավորություն, որպեսզի ադապտացիան դառնա մենք բևեռային բաներից, ձևակերպումներից, բարեկամներ, թշնամիներ, չգիտեմ,
հաղթանակներ, պարտություններ եւ այդ կարգի բևեռային ձևակերպումների մեր սոցիալ հոգեբանությունը տեղավորենք ավելի ոչ բևեռային հասկացությունների, բառապաշարների, խնդիրների եւ գործելակերպերի մեջ, որովհետեւ եթե դու ունես ապոկալիպտիկ մտածողություն, իսկ դա մեզ շատ հատուկ երևույթ է, ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա։ Ես օրինակ ասենք առավոտները եւ իրիկունները եւ ցերեկներն էլ մեկ-մեկ երբեմն այդ ապոկալիպտիկ մտածողությունը ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է։ Ամեն օր Աստծո ամեն օր կան ինչ որ մարդիկ դեպքեր, որ պնդում են երկիրը կործանվում է։ Ասենք երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, երկիրը կործանվում է, դուք բրիֆինգ եք անում, երկիրը կործանվում է, դուք շաբաթ-կիրակ եք անում, երկիրը կործանվում է, դուք արձակուրդ եք գնում, երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում, երկիրը կործանվում է, դուք սրճարանում նստած եք, երկիրը կործանվում է, դուք սև հագած չեք, երկիրը կործանվում է, դուք քուրդ չեք հագել եւ մոխիր չեք լցրել ձեր գլխին եւ այլն եւ այլն։ Սա ապոկալիպտիկ, որովհետեւ եթե այդ է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է, ընդ որում երկիրը ասելով նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ գլոբալ երկիրը։ Գլոբալ երկիրը իրոք, եթե սա բանի հարց է, ընկալման հարց է։ Հիմա կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչա երկիր մոլորակը կործանվում։ Տասնյակ պատճառներ։ Եվ կարելի է հակառակ պատճառներն էլ բերել, որովհետև նախ ուզում եմ հիշեցնել, որ երկիր մոլորակի պատմությունը ընդհանրապես ինքը կործանման պատմություն է, եւ ինքը բառից բուն իմաստով էլ է կործանվում, որովհետև տիեզերքի իմաստն է, բոլոր երկնային մարմինները գլորվում են անդունդը, շատ մեծ արագությամբ ընդ որում, արդեն մոտավորապես 13 միլիարդ տարի, եւ ըստ հաշվարկների մոտավորապես 1 տրիլիոն տարի էլ դեռ գլորվելու են դեպի անդունդը, այնպես որ դա նորմալ է, մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում, ընդ որում ոչ միայն Հայաստանի ոչ միայն երկնային բոլոր մարմինները ապրում են, մենք հիմա ճիշտ է գիտելիքս չի հերիքում արագությունը ասեմ, բայց մենք մի ինչ որ բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը, այնպես որ պետք է հարմարվել այս իրադրության հետ եւ անել ամենօրյա աշխատանքը ադապտացիայի տրամաբանությամբ։ Մենք պետք է հարմարվենք այս առաջիկա մոտավորապես առնվազն 10 միլիարդ տարի այս անկումը շարունակվելու է։ Հարգելի գործընկերներ, այնպես որ եկեք հարմարվենք այդ իրավիճակին, որ անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք եւ օրակարգեր ձևավորենք եւ լուծենք այդ օրակարգի։ Ես ինչ եմ ասում, որ մեր հարգելի գործընկերներին պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք։ Մենք դրա մասին գիտենք եւ գիտենք, որ առաջիկա առնվազն 10 միլիարդ տարի, հələ քիչ եմ ասում, երևի ավելի շատ, այդ կործանումը շարունակել եւ դա անկասելի է, ոչ մեկ չի կարող կանգնեցնել դա։ Եվ ընդհակառակը, երբ որ այդ կործանումը կանգնի, դա նշանակում է ամեն ինչ վերջացել է։ Եվ հետեւաբար մենք իսկապես սա շատ կարևոր բան է, որ մենք անընդհատ լինենք ադապտացիայի վիճակում, Եվ հենց էսա, որ մենք 2020-21 թվականի իրադարձություններից հետո կարողացել ենք կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետության շուրջ, կայունացնել իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, դա չի նշանակում, որ խնդիրները ավարտվեցին։ Դա նշանակում է, որ խնդիրները ավելացան եւ անընդհատ ավելանում են։ Հիմա այն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, դա ընդհանրապես հետևանք է նրան, որ մենք նախկինում չլուծված բազմաթիվ խնդիրներ լուծել ենք եւ դրա արդյունքում հիմա եկել են նոր ավելի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Դա է մեր աշխատանքի իմաստը։ Եթե այդ ամեն ինչը չլներ, մենք ընդհանրապես կառավարություն ունենալու աշխատանքի ոչ մոտիվացիա կլներ, ոչ էլ անհրաժեշտություն։ Այնպես որ ես առաջարկում եմ, որ մենք հենց այդ ադապտացիան
հայերենը չեմ ասում, որովհետև վատ է հնչում հայերենը։ Այսինքն վատ է հնչում մեր այդ բանի մտածողության պատճառով, էլի այդ ապոկալիպտիկ մտածողության պատճառով։ Մենք չենք կարող պետքա ինչ որ բևեռային վիճակ լինի, բայց ադապտացիան պետքա դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների, դա է, որ բերում է որակական փոփոխությունների, եւ մենք այս տրամաբանությամբ պետքա առաջ շարժվենք, հետեւաբար նաեւ շուկաների դիվերսիֆիկացիան, իմիջայլոց ասեմ, շատ կարեւոր մի հանգամանք, որ նախորդ նիստում ոչ չզեկուցվող հարցերի փաթեթում մենք ընդունեցինք մի շարք նախարարությունների անունները եւ հետեւաբար մանդատները նաեւ լիազորությունների շրջանակը վերափոխելու մասին որոշում եւ մեր ընկալումն այն է, որ այս փուլում արտաքին գործերի նախարարությունը պետք է կոչվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն եւ սա էլ շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր բոլոր դեսպանատները, ես իհարկե այդ խնդիրը նախկինում էլ արդեն քանի տարի շատ վաղուց մեր բոլոր դեսպանատների եւ արտաքին գործերի նախարարության առաջ դրել էի, որ դեսպանատան գործունեությունը պետք է գնահատվի այդ թվում տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով, բայց այնուամենայնիվ այդ ֆունկցիայի բաղդատումը ինքը չի թողում, որ կենտրոնանաս եւ կարողանաս գնահատել աշխատանքը։ Հիմա մենք այդ նոր այս որոշումը նաեւ այս նոր իրադրությանը մեր արձագանքն է, որպեսզի այդ ադապտացիայի եւ դիվերսիֆիկացիայի process-ը ավելի համակարգված տեղի ունենա եւ մենք իհարկե առաջիկայում այդ առիթով նաեւ խոսելու, քննարկելու առիթներ կունենանք։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան այլ դիտարկումներ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, մենք փաթեթով չզեկուցվող հարցերի փաթեթում իրականացրեցինք մի շարք նշանակումներ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների, ինչու այսպիսի փաթեթով, որովհետև գործ ունենք վերանշանակումների հետ եւ չցանկացանք առանձին զեկուցել եւ ես նախ ուզում եմ նշանակումները հետեւյալն են. Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Էդվարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, մարզպետների վերանշանակումներ են եղել Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևոնյան Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան Գեղարքոնիքի մարզպետ, Արեմ Մկրտչյան Լոռու մարզպետ, Դավիթ Արուշանյան Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան Սյունիքի մարզպետ,